Սիրելի ֆուտբոլասերներ, շարունակվում է մեզ մոտ խաղային օրը քիչ առաջ առաջին հանդիպումը ավարտվեց դիվիզիոնից հանդիպում միասին դիտեցինք Փարիզը կարողացավ գոլառատ պայքարում հաղթել Ռեալ Մադրիդին հիմա տեսնում ենք երկրորդ հանդիպումն է մեզ մոտ մեկնարկում էլիտ լիգայից որտեղ միմյանց հետ մրցում են Էվերտոնը եւ Բորուսիա Մյունխեն-Գլադբախը շատ հետաքրքիր թիմեր մրցելու են միմյանց հետ տեսնենք ինչպես կավարտվի այս հանդիպումը եւ հանդիպումը մեկնարկած է Էվերտոնը դաշտի կենտրոնից սկսեց հանդիպումը Անցնենք թիմերի հայտարարություններին սկսեմ Էվերտոնից դարպասը պաշտպանում է համար 1 Արամ Ղազարյանը համար 3 Գառնիկ Մովսիսյան համար 13 Սամվել Գրիգորյան համար 15 Տիգրան Պապիկյան համար 17 Արամ Անտոնյան համար 20 Անդրանիկ Պողոսյան եւ համար 77 Ռաֆայել Վարդանյան Բորուսիան դարպասում է համար 1 Հայկ Մկրտչյանը համար 2 Հարութ Թորոսյան համար 3 Արման Մարտիրոսյան համար 9 Ռաֆայել Ղազարյան համար 10 Արմեն Խաչատրյան համար 26 Գառնիկ Սարգսյան համար 77 Վահե Սարգսյան համար 90 Հրաչյա Սարգսյան եւ համար 97 Սևակ Մանուչարյան Այսքանը կազմերի մասով Հիմա տեսնենք այս թիմերը ինչ միմյանց կառաջարկեն Երկու թիմերն էլ 7-ական հանդիպում են անցկացրել այս մրցաշարում հիմքը միավոր են վաստակել 8-րդ եւ 9-րդ հորիզոնականներն են զբաղեցնում շատ հավասար են նրանց պայմանները մրցաշարային աղյուսակում շատ հավասար թիմեր են հիմա առաջին հարվածը տեսանք Էվերտոնը կատարեց Я отошел, все, и спокойно. Могу вперед, могу назад. Այսօր տեսնում ենք Էվերտոնի կազմից բացակայում է Ռմբարկում Մանուկ Մուրադյանը Երկով խաղ արձանագրեց Սավարը ձերքին դիպապին Սևակ Մանուչարյանին Թորոսյանն է հեռացնում այստեղ գնդակը Չաջյան չկավ Մանուչարյանը Чем больше времени, тем больше шансов, что услышишь. Поэтому ты подскажи, если у тебя есть возможность, тоже подскажи, тоже посмотри. Եվ այստեղ լավ խլեց գնդակը Էվերտոնի ֆուտբոլիստը
Գրիգորյանն է գնդակով Անցում առաջ, լավ այստեղ թողեց գնդակը Վարդանյանը թիմակցին, բայց տվեցին գնդակը Բորուսիայի տղաները Մանուչարյան, Սևակ Մանուչարյան, հարված և պրկում է իր թիմին Արամ Ղազարյանը առաջին դիպուկ հարվածը տեսանք այս խաղում Սևակ Մանուչարյանի կողմից Jaskok мячей! Меня вообще не волнует. Мяч должен бежать. Եվ հիմա չեն շտապում տեսնում ենք այստեղ Բորուսիայի տղաները Մանուս խաղարկումները փորձում են շարժվել առաջ Բայց ի վերջո խլեց գնդակը Էվերտոնը Վարդանյան, նրա դիմաց է Թորոսյանը և հրաշալի է գործում պաշտպանությունում Արուկ Թորոսյանը Շատ վտանգավոր հարված տեղի ունեցավ Էվերտոնի ֆուտբոլիստի կողմից Ну хотел так сказать. Забери, Леон. Здесь. Չէ իրանք այստեղ դզել նոտավեցի Հա Չէ մենակ Բորուսյան Չէ Կրկին Էվերտոններ տեսնում ենք անցել գրոյի, բայց այս գրոհը անհաջող ստացվեց ի վերջո Шире. Դեռ տեսնում ենք վտանգավոր պայր չկան երկու թիմերի կողմից էլ դեռ ուսումնասիրում են իրենց Այս խաղարկումներն էլ չստացվեց Մանուչարյան լավ փոխանցում Սարգսյան ուղղությամբ Սարգսյան նորից Մանուչարյան Թորոսյանը լավ գործեց այստեղ պաշտպանությունում Արագ վերադարձեց գնդակը Բորուսյան Թորոսյան պայքարում է այստեղ Արուկ Թորոսյանը գնդակի համար և ստացվեց խմելներան լավ փոխանցում հիմա հրաշալի անցում տեսանք Մանուչարյանից բայց չկարողացավ պահել գնդակի իր մոտ Սևակ Մանուչարյանը Здорово, Глебчик, умница. Մի քանի հանդիպում բաց թողնելուց հետո վերադարձել է կազմ Սևակ Մանուչարյանը Глеб посмотрел, Глеб подсказал. Глеб плюс 1 балл от меня лишний. Кстати, а сколько времени замин? Минут 8 давай. У нас там 5 упражнений, ну потянуться. Минуту, кого доигрываем. Вай, здорово! Եվ նորից անհաջող գործողություն տեսանք Էվերտոնի ֆուտբոլիստների կատարմամբ Здорово! Его тебе! Փոխանցում կրկին Պողոսյանն է լավ գործում պաշտպանությունում Сам залез. Вот это. Горишь.
հակված է եզրային նետումը Ռաֆայել Ղազարյան, տեսնենք ինչ կմտածի այստեղ, հետ փոխանցում Թիմակցին, Սարգսյան, այս պատխարկումը չստացվեց հիմա Բորուսիայի ֆուտբոլիստների կողմից, բայց շարունակվելու է մնալ գնդակով Բորուսիան, վտանգավոր էր Ղազարյան, լավ փոխանցում և կրկին եզրային նետում Բորուսիայի օգտին, այս անգամ հակառակ եզրից է լինելու Есть гол, уже нет гол. Давай, поехали. Այստեղ էլ կարծես թե ձեռքով խաղ ունեցավ և ստանդարտ է վաստակել Էվերտոնը 10 րոպեներ արդեն անցյալում են այս խաղի, դեռ 0-ներ են մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ, շատ ակտիվ չեն գործում խաղադաշտում երկու թիմերն էլ, վտանգավոր պայրը քիչ են А у них победа главный. Золотой. Как будто так надо поменять. Ой. Այվերտոնն է անցել գրոյի Պողոսյան, լավ փոխանցում և որսած գնդակ այստեղ այդ Մկրտչյանը У тебя постоянно. Потому что ни разу в жизни, блядь, не послушал, что тебе говорит тренер. Փոխանցում, բայց այստեղ էլ վտանգավոր չէր, Արամ Ղազարյանը վերցրեց գնդակը, սխալվեցին Արաք Էվերտոնի տղաները, Մանուչարյան, Սևակ Մանուչարյան, փոխանցում, Խաչատրյանը արված և փրկում է իր թիմին հիմա Արամ Ղազարյանը վտանգավոր պահ տեսանք այս խաղում, հիմա էլ Էրվից փորձ, բայց սա բարձր էր։ Վերջո, տեսանք ամենավտանգավոր պահ այս խաղում, Արամ Ղազարյանը փրկեց իր թիմին Արմեն Խաչատրյանի հարվածից հետո Да вы задолбали. Давай, встали, сюда прибежали. Я тебе потом Левон отдам, а пока с ребятами поработаем. Давайте становимся в линию. Էվերտոնն է գրում, շատ վտանգավոր էր, այս անգամ էլ Մկրտչյանը փրկեց իր թիմին Как делаем? Сделали выпад, встаем. Не только за счет передней ноги, և но за սկսում է счет իր задней. Встаем, թիմի встаем. հերթական գրողներից մեկը Մանուչարյանն ներվել առաջ Սևակ Մանուչարյանը, հրաշալի տարավ ձախ Մանուչարյանը գնդակը, թողեց գնդակը այստեղ թիմակցին, թիմակիցն էլ հարված կատարեց և փրկեց իր թիմին կրկին Արամ Ղազարյանը անկյունային կլինի Էվերտոնի դարպասին Շետրյան փոխանցում կուզանային հրապարակ Թորոսյան շատ վտանգավոր դիրքից հիմա շեղ է արվածում Հարութ Թորոսյանը Օսյան երկայնակի փոխանցում հակված է այդ փոխանցումը հիմա նետվում է գրոյի Էվերտոնը դուրս եկավ իր տեղից Մկրտչյանը և այստեղ փայլուն է գործում Բորուսիայի դարպասապահը Լավ խաղարկումներ Խաչատրյան, լավ տեսավ այնտեղ թիմակցին արված կրկին Ղազարյանն է փրկում իր թիմին Դեռ ավելի վտանգավոր են գործում Բորուսիայի տղաները քան Էվերտոնը, բայց հիմա էլ Էրվից կրակոց
Պապիկյանը արված կատարեց։ Արագ խաղարկված է այստեղ գնդակը։ Սարգսյան էր աշալի անցում։ Տարտուգանային հրապարակ արված և շուր արված կատարեցին Հրաչյա Սարգսյանը։ Առաջ կարծեմ դերն է, չէ՞։ Երկար փոխանցում Վարդանյանի ուղղությամբ այս գնդակը թիմի մոտ։ Ռաֆայել Վարդանյանը, Թորոսյանն է նրա հետ պայքարում և անկյունային է վաստակել ի վերջո Էվերտոնը։ Այս դրվագում խաղարկված է այս անկյունայինը։ Թորոսյան անցումը չստացվեց և հիմա կարող է հակագրել այստեղ Բորուսյան Խաչատրյանն է ներվում առաջ աջ եզրով։ Արմեն Խաչատրյան թիմակից է փնտրում, փոխանցում, հեռացված է գնդակը, շատ վտանգավոր էր այս փոխանցումը Արմեն Խաչատրյանի։ Եվ այս անգամ էլ եզրային նետում է վաստակում Էվերտոնը։ 10 րոպե մնաց հիշեցնեմ այս խաղակեսի ավարտին։ Խլեց նորից գնդակը Բորուսյան, Խաչատրյան, կենտրոն, Սարգսյանին, Սյան արված Արամ Ղազարյանն է նորից փրկում իր թիմին։ Այստեղ էլ անկյունայինը խաղարկված է Բորուսիայի։ Խաչատրյան փոխանցում բայց հիմակից այստեղ գնդակը, փափուկ փոխանցում, արված և նորից ինչ է անում ուղղակի այսօր Արամ Ղազարյանը, գծի վրայից ուղղակի հանեց գնդակը այս դրվագում, Արամ Ղազարյանը կրկին անկյունային է վաստակել Բորուսյան, փոխանցում, անդրադարձ եղավ այստեղ և նորից անկյունային այս անգամ հակառակ եզրից դեռ փայլուն է իր դիրքում գործում Արամ Ղազարյանը։ Հիմա փոխանցում Տիգրանային հրապարակ արված Թորոսյանն երկրորդ փորձով Հարութ Թորոսյանն է հարվածում բարձր էր։ Այս անգամ Հարութ Թորոսյանի հարվածը շատ վտանգավոր են տեսնում ենք։ Հարվածները Բորուսիայի երկրորդ փորձը արդեն այս խաղում Հարութ Թորոսյանի։ Եվ խախտում այստեղ Թորոսյանի կողմից։ Տեսնենք այս Տիգրանայինը ինչպես կիրացնի Ռաֆայել Վարդանյանը, մրցավարի սուլիչը լսվում է, Ռաֆայել Վարդանյան, հարվածը կա և պատին հարվածեց երկրորդ փորձը, այստեղ էլ դարպասածողն է փրկում հիմա, տեսնում ենք Բորուսիային,
Սամվել Գրիգորյանը կարծես թե հարված կատարեց այս անգամ։ Մանցել է գրոյի Բորուսյան, Սարգսյան, հեռացված է գնդակը, Մանուչարյան, լավ անցում և ընկավ այստեղ հիմա Սևակ Մանուչարյանը, բայց մրցավարը լռում է, ոչինչ չկավ, շարունակվում է հանդիպումը, հակագրող կարող էր լինել Էվերտոնի կողմից, բայց լավ գործեց Գառնիկ Սարգսյանը։ Պաշտպանությունում նորից անցնում է գրոյի Բորուսյան, Խաչատրյան, փոխանցում մյուս եզր, Սարգսյանի ուղղությամբ և անկյունային է միայն վաստակել այստեղ իր թիմի համար Հրաչե Սարգսյանը, հարկված է անկյունայինը, նորից Սարգսյան, լավ անցում, Սարգսյան արված, ոչ, այստեղ հարվածը կատարեց Սևակ Մանուչարյանը և բրկեց նորից իր թիմին Արամ Ղազարյանը, անկյունային կրկին, հարկված է, Չատրյան փոխանցում, Պողոսյանն է հեռացնում գնդակը, Տորոսյան լավ անցավ այստեղ Տորոսյանը, բայց Ղազարյանի փոխանցումը չստացվեց, Երկին Թորոսյանն է լավ գործում պաշտպանությունում և նետվում է գրոյի Պողոսյան, Ղազարյան և խախտում նրա դեմ պայքարում կենտրոնում Տուրանային Պողոսյայի օգտին Խաչատրյանն է վերցրել գնդակը այստեղ Սավարի սուլի չկա, տեսնենք Տեստ է Մանուչարյանն է հարվածելու, Մանուչարյանը այդպես էլ արեց, Մանուչարյանը հարվածեց ուղիղ պատին հարվածը եղավ Մանուչարյանի երկրորդ տեմպով է շարունակում Բորուսիայի գրո, երկար փոխանցում և հիմա կարող էր փայլուն գոլերնակ դառնալ Արմեն Խաչատրյանը, բայց շև է նրա հարվածը Շատ եք առաջ, բացյոտ է կոննա Պողոսյանը Անտոնյանի ուղղությամբ կատարեց այս փոխանցումը լավ մշակեց այստեղ գնդակը Արամ Անտոնյանը Անտոնյան և փոխանցումը լավը չէր այստեղ Անտոնյանի, բայց արագ խլեց դիմանկիցը գնդակը Արա աճան հենա տուտ է, բայց հավը տանեմ արա Պապիկյանի փոխանցումը լավ ստացվեց Արագ նետվում է գրոյի Բորուսյան, Մանուչարյան երվից փորձ և գրավում է դարպասը Էվերտոնի Սևակ Մանուչարյանը հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ բարեկամներ Սևակ Մանուչարյան 1-0 հաշիվը բացված է վերջին րոպեին առաջին խաղակեսի, փայլուն գոլերնակ դարձավ Բորուսիայի լավագույն ռմբարկուն 4 գոլ է հեղինակեց այս մրցաշարում Սևակ Մանուչարյանը
Եվ արդեն պարտվողի կարգավիճակում է հայտնվում Էվերտոնը այս խաղում։ Եվ վերջ սիրելի ֆուտբոլասերներ, առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 1-0 հաշվով այս պահին։ Բորուսիան հաղթում է Էվերտոնին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Բարեկամներ, վերադարձանք եւ երկրորդ խաղակեսը մեզ մոտ մեկնարկեց եւ առաջին կեսից հետո 1-0 հաշիվ է մեզ մոտ, Բորուսիան հաղթում է Էվերտոնին, վերջին րոպեին առաջին կեսի Սևակ Մանուչարյանի գոլը այս պահին հաղթանակ է բերում Բորուսիային, ընդհանուր առմամբ հավասար պայքարում ընթացավ առաջին խաղակեսը, բայց մի փոքր առավելություն ի վերջո վերջում ունեցավ Բորուսիան եւ կարողացավ այդ առավելությունը արդյունքի հասցնել, ինչևէ նրանք հիմա առջևում են, տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես անցկացնեն երկու թիմերը հիմա առնաշփոթ է այստեղ Մանուչարյան մտավ կենտրոն, Մանուչարյան արված բարձր էր Սևակ Մանուչարյանի հարվածը եւ հիմա շատ արագ վերհիշենք թիմերի հայտարարությունները Էվերտոն դարպասում է Արամ Ղազարյանը, Գառնիկ Մովսիսյան, Սամվել Գրիգորյան, Տիգրան Պապիկյան, Արամ Անտոնյան, Անդրանիկ Պողոսյան, Ռաֆայել Վարդանյան։ Բորուսիա դարպասում է Այկ Մկրտչյանը, Արուկ Թորոսյան, Արման Մարտիրոսյան, Ռաֆայել Ղազարյան, Արամ Խաչատրյան, Սարգսյան Հրաչասարգսյան եւ Սևակ Մանուչարյան։ Այսքանը կազմերի մասով անցնենք։ Կազին Մանուչարյան Լեցին նրանից գնդակը հիմա կարող է հակագրել Էվերտոնը, տեսնենք անցում Վարդանյանի ուղղությամբ, նորից փոխանցում, Թորոսյանն է հեռացնում գնդակը Եվ հիմա էլ կարող է հակագրոյի անցնի Բորուսիան, անցում Խաչատրյանի ուղղությամբ և Ղազարյանը փայլուն դուրս եկավ տեղից այստեղ Դավիթ Ռայայի ոճով ուղղակի այս իրավիճակում գործեց Էվերտոնի դարպասապահ եւ անկյունային է վաստակել Բորուսիան Հարկված է անկյունայինը Խաչատրյան Եվ հետ փոխանցում Մկրտչյանը Եվ այստեղ նորից լավ է գործում պաշտպանությունը Անդրանիկ Պողոսյանը Հարված փրկեց իր թիմին նորից Արամ Ղազարյանը Վրատավեկա Այկո Աշի Այկս է Եվ հիմա հանգիստ գործում են անցնել կիսադաշտը Բորուսիայի տղաները Ղազարյան պայեց ի վերջո իր մոտ գնդակը, հրաշալի անցում կատարեց Ռաֆայել Ղազարյանը և անկյունային հիմա Բորուսիայի օգտին Հարկված է այս անկյունայինը գնդակը կարող է հակագրել Էվերտոնը, Անտոնյան, փոխանցում և այստեղ
Անգարեցին միմյանց ֆուտբոլիստները։ Մանուչարյան լավ անցում, Մանուչարյան փոխանցում նորից Պողոսյանը լավ է գործում պաշտպանությունում։ Լավ խաղարկումների մատ, Տիգրան Պապիկյանն է գնդակով, Պապիկյան շատ տարավ աչ հիմա գնդակը Տիգրան Պապիկյանը, միայն անկյունային է վաստակում իր թիմի համար։ Արկված է այս անկյունայինը Անտոնյան։ Անտոնյան Էրվից Սպորտս Մարտիրոսյանը արկեց այս հարվածի ճանապարհը և կարող է հիմա հակագրել Բորուսյան։ Մանուչարյանն է աչ եզրով սլանում առաջ, Մանուչարյան փոխանցում Կիմացին։ Լավ փոխանցում Ղազարյանին, Էրվից կրակոց Ռաֆայել Ղազարյանից փայլուն է ամեն ինչ անում այստեղ Ռաֆայել Ղազարյանը կրկնապատկում իր թիմի առավելությունը 2-0։ Ռաֆայել Ղազարյան 2-0 չքնաղ գոլեղինակ դարձավ մեզ մոտ Ռաֆայել Ղազարյանը և 2 գոլ է առավելություն է արդեն ստանում Բորուսյան Էվերտոնի նկատմամբ։ Հերվից կրակոց տեսանք Ղազարյանից, շատ լավ ամեն ինչ արեց այնտեղ Ղազարյանը, Սարգսյանն էլ դարձավ ասիստի հեղինակ և հիմա բարդ իրավիճակում են մի փոքր հայտնվել Էվերտոնը, Խաչատրյան փոխանցում Մանուչարյան այստեղ ընկավ Սևակ Մանուչարյանը, հարվածը չկայացավ Սևակ Մանուչարյանի, հիմա էլ ավելի լավ առավելություն կունենար այս խաղում Բորուսյան, եթե դիպուկ իրացներ այս հարվածը Սևակ Մանուչարյանը, բայց ստացվեց հարված կատարել Մանուչարյանին, ինչևէ այդ դրվագը արդեն անցյալում է։ Նորից գնդակով են Բորուսիայի տղաները։ Խաչատրյան խաղարկում է Սարգսյանի հետ գնդակը, լավ անցում, Խաչատրյան հիմա լավը չէր այս փոխանցումը Ղազարյանին, Խաչատրյանի անցումն էլ չստացվեց։ Այլ Էվերտոնը կարող է գրոել։ Լավ անցում հիմա տեսանք Էվերտոնի ֆուտբոլիստից և ստացվեց այս փոխանցումը Մովսիսյանի։ Նորից փայլուն անցան իրենց կիսադաշտը Բորուսիայի տղաները, տեսնում ենք Ղազարյան, փոխանցում Սարգսյանին և վերջին պահին Գրիգորյանն է հեռացնում գնդակը, նորից կարող էր աչքի ընկնել Սևակ Մանուչարյանը, բայց չհասավ նրան գնդակը։ Ի վերջո և անկյունային միայն վաստակեց Բորուսյան այս դրվագում։ Խանցում Տուգանային հրապարակ, Թորոսյան նորից բարձր է հարվածում Հարութ Թորոսյանը, երրորդ փորձը այս խաղում, ամեն բան տեսնում ենք այսօր անում է Հարութ Թորոսյանը, որ դառնա գոլ հեղինակ, դեռ նա դիպուկ հարված չի կատարել այս խաղում, ամբողջ հարվածները բարձր կամ շեղ են ընթացել։ Մարտիրոսյան, լավ փոխանցում Խաչատրյանի ուղղությամբ, Խաչատրյան, Սարգսյան,
Մարտիրոսյան արված եւ Արամ Ղազարյանն է փրկում իր թիմին։ Լավ խաղարկումներ տեսանք Բորուսիայի տղաներից, կրկին անկյունային նրանց կատարմամբ կլինի։ 10 րոպե անցավ այս խաղակեսից 2-0 հաշվով Բորուսիան հաղթում է Էվերտոնին։ Կուգանային հրապարակ, ընդակը հեռացված է։ Երկրորդ տեմպով է շարունակվում Բորուսիայի գրոհը եւ Մարտիրոսյանի հարվածը շատ վտանգավոր ստացվեց։ Շեղ էր Արման Մարտիրոսյանի հարվածը։ Մարագ անցավ գրոհի Բորուսիան, Ռաֆայել Ղազարյան, Էրվիտ Սպորտս եւ բարձր ստացվեց Ղազարյանի հարվածը։ Այլ Էվերտոնի գրոհը կարող է լինել, բայց ուժեղ էր այս փոխանցումը Արամ Անտոնյանին։ Շատ արագ անցնում է գրոհին Բորուսյան, Մանուչարյան, լավ փոխանցում Սարգսյանի, Խաչատրյան արված։ Դասագրքային գրոհ էր այստեղ։ Տեսնում ենք Բորուսիայի կատարմամբ Արմեն Խաչատրյանն է դառնում այս անգամ գոլ հեղինակ, հաշիվը դարձնում 3-0։ Արմեն Խաչատրյան 3-0 3 գոլի առավելություն արդեն ունի։ Այս խաղում Բորուսիան Էվերտոնի նկատմամբ փայլուն գրոհ կրկին կազմակերպեցին Բորուսիայի տղաները եւ ել ավելի մեծ քայլ կատարեցին դեպի այս խաղում հաղթանակ։ Շատ մոտ են 3 միավոր վաստակելուն։ Հիմա Մանուչարյանից ոսկերչական փոխանցում նորից Սարգսյանի ուղղությամբ, բայց այստեղ Սարգսյանի փոխանցումը չանցավ եւ կորցրեց գնդակը։ Փայլուն փոխանցում էր ուղակի Մանուչարյանից, փառա եղել ամեն ինչ արված։ Մանուչարյանից շարունակվում է կրկին Բորուսիայի գրոհը, Մանուչարյանը արված այս անգամ էլ շքեղ գոլ հեղինակ դարձավ Սևակ Մանուչարյանը, այդ փոխանցումից հետո դուբլ է գրանցում իր անվան դիմաց Սևակ Մանուչարյանը, հաշիվն էլ դարձնում 4-0։ Սևակ Մանուչարյան 4-0 դուբլի հեղինակ է դառնում Բորուսիայի հարձակվողը, կրկին հրաշալի արեցին Բորուսիայի տղաները։ Տեսնում ենք, այս անգամ Խաչատրյանը դարձավ ասիստի հեղինակ, նորից սլանում են առաջ Բորուսիայի ֆուտբոլիստները, լավ փոխանցում Խաչատրյան եւ ինչ են անում ուղակի այս տղաները։ Կրկին Մանուչարյանն է դառնում գոլի հեղինակ, կրկին Խաչատրյանի փոխանցումից հետո կրկին հրաշալի գրոհ կազմակերպվեց Բորուսիայի ֆուտբոլիստների կողմից, փայլուն էր ամեն ինչ։ Սևակ Մանուչարյանի հետրիկը կայացած է 6-րդ գոլ այս մրցաշարում Մանուչարյանին։ Երկրորդ խաղակեսը ուղղակի փայլուն են գործում Բորուսիայի ֆուտբոլիստները եւ այս խաղով նրանք 3 միավոր հաստատ կվաստակեն։ Նորից նրանք են գրոհում Մանուչարյան փոխանցում Ղազարյանին եւ Ղազարյանն էլ դարձավ դուբլի հեղինակ։ Ռաֆայել Ղազարյան 6-0 էլ ավելի խոշոր է դարձնում հանդիպան հաշիվը։ Ղազարյանը նա էլ դուբլ է գրանցում իր անվան դիմաց։ Նորից
լավ խաղարկումներ կազմակերպեցին Բորուսիայի տղաները եւ հիմա նետվել է Էվերտոնը գրոյի Պողոսյանի հարվածը փակված է անկյունային Էվերտոնի օգտին փակված է անկյունայինը լավ Խաղարկում էր, բայց Մարտիրոսյանը հիմա խլեց գնդակ եւ նետվում է հակագրոյի այստեղ Բորուսյան 4-ը 2-ի դիմաց Մանուչարյան արված փրկեց Ղազարյանը այստեղ էլ Սարգսյանն է արվածում փրկում է նորից Արամ Ղազարյանը իր թիմին հիմա էլ անկյունային է վաստակել Բորուսյան խաղարկված այս անկյունային է Մարտիրոսյանի փորձը տեսանք շեղեր այս հարված Արման Մարտիրոսյանի Հայկո հանգիստ Ղազարյան ձախ եզրով հիմա սլանում է առաջ Ռաֆայել Ղազարյանը Այլուն էր ամեն ինչ, փոխանցում Մանուչարյանին, արված և կրկին գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Սևակ Մանուչարյանը Պոկերը հեղինակ դարձավ Սևակ Մանուչարյանը, հիմա Էվերտոնի գրո տեսանք, կարող էին նրանք հեղինակության գնդակ այս խաղի խփել, բայց բարձր էր Մովսիսյանի հարվածը Արդեն 7 գնդակ է հեղինակել այս մրցաշարում Մանուչարյանը ավելացրեց իր գոլերի պաշարը մի քանի խաղ բացակայելուց հետո Մանուչարյանը այսօր ուղղակի գոլային հրավառություն է կազմակերպել ամբողջ կարելի ասել Բորուսիայի թիմն է այսօր հրաշալի գործում լավ են նրանք համագործակցում խաղադաշտում Խաչատյանը, Ղազարյանը ամբողջ կազմն էլ այսօր գեղեցիկ ու հրաշալի են գործում երկուսը երկուսի դիմաց են Խաչատրյան այնտեղից աչեզրում ազատվեց Սարգսյանը Խաչատրյան լավ փոխանցում Մանուչարյանին և նորից գոլ Սևակ Մանուչարյանի անվան դիմաց չեմ ասում դա Խոսում էի Սևակ Մանուչարյանից նորից գոլ հեղինակ դարձավ Մանուչարյանը 8-րդ գոլ այս մրցաշարում Սևակ Մանուչարյանին Տեսնում ենք Բորուսյան չի թողնում ես խոսեմ թիմերի անցած խաղերից և Մանուչարյանը այս անգամ շեղ արված կատարեց Անցած խաղը Բորուսյանը անցկացրեց Լեռնային Արցախի հետ և պարտվեց 1-2 հաշվով այս անգամ էլ տեսնում ենք Մարտիրոսյանը գոլ հեղինակ դարձավ մեզ մոտ Արման Մարտիրոսյանն էլ դարձավ այսօր գոլի հեղինակ և նորից անցել էին գրոյի այստեղ Բորուսիայի տղաները, բայց Խաչատրյանի փոխանցում այստեղ բարձր ստացվեց 1-2 հաշվով Բորուսյան պարտվեց, նշեցի Լեռնային Արցախին
իսկ Էվերտոնը վերջին հանդիպումը անցկացրել է Սելտայի հետ եւ այստեղ հիմա հրկեց իր թիմին, կարծես թե Մկրտչյանը Կրկին բարդ հանդիպում է եղել Էվերտոնը կարողացել է այդ խաղում հաղթել 3-2 հաշվով Սելտային Անկյունային է վաստակել Էվերտոնը Հաղթված է այս անկյունայինը և հարված կլինի Հայկ Մկրտչյանի պաշտպանած դարպասից Օրոսյան լավ նկատեց այստեղ Ղազարյանին Օրոսյան նետվեց գրոյի Անուչարյան էրվից կրկին փորձ Էլի, հա, իքի հատակ եմ ապում նայդելա։ Սողոտասում հատակ են անում եք, հելում եկում է։ Բաշուր, մեստե խաղ, արմա։ Արմ, մեստե խաղ։ Վերջին 2 րոպեները մնացին այս խաղի ավարտին ֆուտբոլասերներ Մորուսյան այս հաղթանակից հետո շրջանցի Վերդերին և տեղակայվի 7-րդ հորիզոնականում տեսնում ենք, փորձում ենք հեղինակության գնդակը խփել Էվերտոնի տղաները, բայց շատ լավ են գործում պաշտպանությունում Ռուսիայի ֆուտբոլիստները ստեղ էլ խաղթում Արագ խաղարկված է այս ստանդարտը Սիսյան թողեց գնդակը Պողոսյանին և բարձր էր արվածը Անդրանիկ Պողոսյանի Ղազարյան լավ պայց իր մոտ գնդակը Ղազարյանը լավ փոխանցում Մարտիրոսյանին Մարտիրոսյան նույն նորից Ղազարյանին այս անգամ ուժեղ էր Ղազարյանի փոխանցումը Սարգսյանի ուղղությամբ Անտոնյան նրա դեմ պայքարում է հիմա Թորոսյանը և շատ լավ գործեց պաշտպանությունում Հարուն Թորոսյանը Արագ անցան կիսադաշտը Բորուսիայի տղաները 2-2 Մարտիրոսյան խանցում Խաչատրյանի Խաչատրյան Մարտիրոսյան և նորից գոլ հեղինակ է դառնում մեզ մոտ Արման Մարտիրոսյանը Եվ վեր սիրելի ֆուտբոլասերներ հանդիպումն ավարտված է Բորուսյան խոշոր հաշվով հաղթում է Էվերտոնին և իր հերթական 3 միավորն է վաստակում հրաշալի խաղեր ստացվեցին մեզ մոտ այսօր այսքանն ենք պատրաստել ձեզ համար բարի գիշեր և ամենայն բարիք